Երբ փորձեցի ընթերցել զեկույցը, ինձ մոտ տպավորություն էր, որ սա քաղաքական տեքստ է եւ շատ քիչ ավերս ունի հետախուզական ծառայության զեկույցի հետ, ինչու։ Հետախուզական ծառայությունները սովորաբար այլ բնույթի, այլ որակի զեկույցներով են հանդես գալիս, քան քաղաքական։ Այստեղ մենք տեսնում ենք քաղաքական հայտարարություններ, որոնք հնչում են երկրի քաղաքական իշխանությունների շուրթերից, մասնավորապես հիբրիդային հարձակումների եւ այլնի մասին, ընտրություններին արտաքին միջամտության մասին եւ այլն եւ այլն։ Հաջորդը հենց հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին տպավորություն է, որ արտաքին հետախուզական ծառայությունը փորձում է ամեն կերպ եւ ամեն գնով հիմնավորել օրինակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ Հետևաբար անկեղծ ասած խորքային առումով շատ բան չկա ասելու, որովհետեւ ինչպես նշեցի, սա քաղաքական տեքստ էր, որտեղ խորքային վերլուծության մասին խոսք չի կարող լինել, որտեղ խորքային հետախուզական աշխատանքի մասին խոսք լինել չի կարող, առհասարական հասկանալ, եթե այդ որ հետախուզական ծառայությունը աշխարհում կարող է բացառել երկու երկրների միջև օրինակ հնարավոր էսկալացիան գործընթացները, հնարավոր ռազմական բախումները։ Նույնիսկ եթե փորձենք աշխարհի ամենաառաջադեմ հետախուզական ծառայությունների զեկույցները դիտարկել, մենք կտեսնենք, որ այնտեղ եւ որակն է այլ, եւ չափումներն են այլ, քան Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզական ծառայության պարագայում է։ Հետևաբար, ճիշտ ասած, շատ բան չկա ասելու խորքային իմաստով, միայն այն, որ սա գլխավորապես քաղաքական տեքստ էր, ու տպավորություններ, որ քաղաքական գործիչներն են այս տեքստը կազմել, ընդամենը այստեղ ինչ-որ չափումներ փորձելով դնել, ինչ-որ մեկնաբանություններ տալով, թե ինչ է նշանակում խիստ հավանական, ինչ է նշանակում սակավ հավանական, ընդամենը տերմինների բացատրություն